Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցությունը կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լեգիտիմ չի համարում։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ընտրություններից գրեթե 2 ամիս առաջ իր երկու կուսակիցների հետ կալանավորվեց Սարիթաղում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց, պնդում է. Այս ընտրությունները լեգիտիմ չեն եւ լեգալ չեն, որովհետեւ քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին հավասար հնարավորություններ չի տրվել մասնակցելու ընտրություններին, ել չեմ ասում սահմանափակումների մասին, կալանավորումների մասին։ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը կարևոր է, սակայն չկայացած, ասում է Արմեն Մարտիրոսյանը, դա բխում է իշխանությունների շահերից։ Համայնքները ֆինանսապես լուրջ կախվածության մեջ են կենտրոնից։ Ինչ շատ հարազատ գյուղերից մեկում սահմանադրական փոփոխությունների ժամանակ դեմ են քվեարկում գյուղացիները։ Մինչև այդ գյուղում բնական, այսպես ասեմ, աղետ է լինում, կարկուտ է լինում եւ իշխանությունը ուղարկած է լինում շիֆերներ, որպեսզի այն տանիքները, որոնք ջարդվել են, փոխեն։ Սահմանադրական հարակվից հետո եւ պարզվում է, որ այդ գյուղը դեմ է քվեարկել, այդ շիֆերները տանում են ուրիշ գյուղ։ Վերջ։ Սա է մեր դիմը։ Ուզում են դիմադիր լիներ գյուղապետը, ուզում է իշխանական լիներ, սա է։ Կենտրոնական իշխանությունը ֆինանսավորում է, ծրագիրները տալիս կամ հակառակը չի տալիս։ Բացի այդ, Մարտիրոսյանն ասում է, Հայաստանում ֆեոդալական բարքեր են, էջմիածնում տեղի ունեցած միջադեպը դրա վառ վկայությունն է։ Նմանատիպ դեպքեր մենք շատ գիտենք, որ կոնկրետ վայրերում կոնկրետ անձիկ են որոշում, թե ովքեր պետք է լինեն թիմ ղեկավարներ եւ ընտրությունները ովքեր են կոնկրետ կազմակերպում եւ կեղծում։ Եվ ակնհայտ է, որ դա եւս թույլ չի տալիս թիմ համակարգին կայանալ։ Այն, որ նախնական արդյունքներով մոտ 3 տասնյակ համայնքներում հանրապետականները պարտվել են անկուսակցականների կամ ընդդիմադիրների, Մարտիրոսյանի կարծիքով լուրջ փոփոխությունների մեկնարկ չի կարելի համարել։ Համար առանձին վերցած որևէ գյուղում ինչ-որ մի դեպք դա ոչինչ չի տալու ընդհանուր համապատկերի մեջ, որտեղ հենց երեկվա ընտրությունները ընդհանուր համապատկերի մեջ ցույց տվեցին, որ նույնը կա, ինչ-որ մնացել է։ Հայ խորհրդարանում էլ մի քանի ընդդիմադիր падգամավոր կան, ինչ է փոխվում։ Ընդ որում, եթե տոկոսային առումով վերցնենք, մի քանի ընդդիմադիր падգամավորի առկայությունը խորհրդարանում ավելի մեծ տոկոս է կազմում, քան Հայաստանի այդ 900-ից ավել համայնքների մեջ 1 կամ 2 գյուղապետ է։ Ըստ ընդդիմադիր գործչի, շատ համայնքներում իշխող կուսակցությունը անկուսակցականներով է հանդես եկել։ Շատ համայնքներում հանրապետական ներկայացուցիչները որպես անկուսակցական են գրանցվել, կամ այսպես ասեմ, համակիրները, ակնհայտ է, որ հանրապետական բառակապակցությունը երևի հանրապետական կուսակցություն շատ է խանգարում իրենց, պատահական չէ Գյումրիում նաև Բալասանյան դաշինքով մասնակցեցին, ոչ թե առանձին ցուցակով հանրապետական, դա աբսուրդ է։ Վստահությունը ընտրական process-ի հանդեպ հանրության մոտ չի բարձրացել, կարծում են Բարգավաճ Հայաստանը։ Կուսակցության անդամ падգամավոր Միքայել Մելքումյանն ասում է, դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալը, սակայն հասարակական վերաբերմունքը փոխել այս ընտրությունները չկարողացան։ Այսինքն մի բան արձանագրում ենք, որ լայն առումով այս ընտրություններն այնպես չի, որ բարձրացել ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։ Սա ակնհայտ է։ Բարգավաճ Հայաստանը իր գրանցած արդյունքը կիրակի օրը կայացած ընտրություններում հանգրվանային հաղթանակ է համարում։ Իրենց առաջադրած տեխնացուները հաղթել են 7 համայնքներից 6-ում, ավագանու 56 տեխնացուներից նախնական տվյալներով 36-ն են ընտրվել։ Այնպես որ մենք գտնում ենք, որ մեր կառույցները կուռ են, մենք կարողացանք տանել այդ հանգրվանային հաղթանակը, որը լուրջ ստուգատես էր, այդպես ասած, ամսի 2-ի հոկտեմբերից առաջ եւ հատկապես ապրիլյան ապագա խորհրդարանական ընտրությունից առաջ։ Սա ես իսկապես շատ մարդիկ ինքնուց չէին սպասում, բայց մեզ հաջողվեց դա։ Չնայած մոտ 3 տասնյակ համայնքներում պարտությանը իշխող հանրապետականը այնուամենայնիվ հաղթել է 100-ից ավելի համայնքներում։ Միքայել Մելքումյանը նկատում է, ծանր տնտեսական վիճակի եւ համատարած դժգոհության պայմաններում իշխանության արձանագրած ցուցանիշը ավելի ցածր պետք է լիներ։ Ընդհանրապես, եթե լիներ շատ այսպես թափանցիկ, շատ այսպես արդարի մոտ ընտրություններ, ավելի շատ տեղերում դիպարտվեն, որտեղ դա ակնհայտ բան է, վիճակը վատ է, չի կարա իշխողը հաղթի, ասենք դա մարդը դժգոհ է, փոփոխություն է ուզում, հա, կարող է այն մյուսին էլ չի վստահում, բայց դա շատ ավելի վատ է։ Ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունից հայտնեցին, որ այժմ ընտրատեղամասերից դեռ տեղեկություններ են հավաքում, անհրաժեշտության դեպքում իրենց գնահատականը կհայտնեն ավելի ուշ։